Ի վերջո նպատակը որն է, պարոն Վանեցյան, 2018-ին եղավ փորձ հեռացնելու կաթողիկոսին, բայց կարծեք թե հետ կանգնեցին։ Հիմա նպատակը որն է, կրկին վերսկսելու այդ գործընթացը։ Եկեղեցին մեր պետության հիմնասյունն է։ Եկեղեցին դա այն հիմնական ինստիտուտն է, որը միշտ եղել է հայապահպանության ակունքներում։ Եվ մենք պատմության մեջ ունենք բազմաթիվ օրինակներ, երբ եկեղեցին ստանձնել է իր վրա դեր հայապահպանության, նաև պետականության պահպանության։ Այս մարդիկ փորձում են քանդել մեր պետության հիմքերը եւ ես կարծում եմ սա հերթական քայլերից է այս իշխանությունների, որով ուզում են քանդեն մեր պետության հիմքերը, որպեսզի մենք կորցնենք մեր ինքնությունը, մեր հավատը, մեր ամեն ինչը։ Պարոն Վանեցյան, ինչու իրավապահ համակարգը չի զբաղվում, ուժային կառույցները չեն զբաղվում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությամբ, չէ՞ որ նա պետության ղեկավար է, որը չպետք է խառնվի եկեղեցու ներքին գործերին։ Ինչու որևէ քայլ չի անում, օրինակ ազգային անվտանգության ծառայությունը։ Ծառայության հստակ տապալում են այդտեղ։ Իմ համար շատ բարդ է դրա մասին խոսել, որովհետև դուք գիտեք, ես մշտապես իմ հրապարակային ելույթներում փորձել եմ չթիրախավորեմ իրավապահ համակարգին, մասնավորապես ազգային անվտանգության ծառայությանը, թույլ տվեք եւս այս անգամ թողեմ այս հարցը առանց մեկնաբանության։ Քաղաքացիական պատերազմ հրահրելու վտանգներ դուք տեսնում եք Նման վտանգներ իհարկե կարող են լինել, բայց ես կարծում եմ, որ բոլորը ողջամիտ կգտնվեն եւ նման քայլի չեն գնա։ Ես շատ շնորհակալ եմ, եկեք մի քիչ սպասենք թող բոլորը գան, անպայման էլի կզրուցենք։ Շատ շնորհակալություն։